Պարոն Ղալանքարյան, երեկվա որոշումը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել։ Նախ արդյոք Վիոլան, երբ որ նման որոշում է կայացրել, քննարկել է կոմիտեի հետ գրաֆիկի փոփոխությունը։ Դուք տեղյակ եք եղել ինչ հայտարարություն տարածել։ Մեզ հետ համաձայնեցրած չի եղել։ Իսկ այդպես լինում է, որ ձեզ այդ կոմիտեի հետ չհամաձայնեցած գրաֆիկ են փոխում։ Դե փաստացի եղել է, տեսնում եք։ Բա ինչպես է գնահատում դա։ Դե տեսակ ինչ որոշում կայացվեց։ Այսինքն այն հիմնավորումները, որ ներկայացրել էր Վիոլան, այդ որոշումը կայացնելիս չունեին հիմքեր, այսինքն պաուստային այդ ջրային ռեսուրսների հետ կապված տվյալները եւ կորուստները, որ իրենք ասում են, դուք չեք տալիս իրանց, որ իրենք որոշում կայացնեն կամ չկայացնեն։ Երկու տարբեր բաների մասին ենք հիմա խոսում, տեսեք։ Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է։ Այսինքն Վեոլյան չի խափում։ Վեոլյանն ասում է նախապես, որ ժողովուրդ ջան, ամառվա ամիսներին ես 24 ժամյա ջրամատակարարում չեմ կարողանալու ապահովել։ Ինչ այդպես է, մենք ունենալու ենք ջրանջատումներ։ Հարցը հետևյալն է. այդ ջրանջատումների տևողությունը ինչպիսին պիտի լինի եւ մարզից մարզ Երևանի տարբեր թաղամասեր, փողոցից փողոց ինչպիսի փոփոխություններ են լինելու։ Մի հատ ավարտեմ, կներեք ավարտեմ։ Չէ, հակասություն ասեք։ Կարելի է ավարտեմ։ Հա, պարոն Ղալանքարյան, էլի ավարտեք, բայց եթե ճիշտ է ասում, Վիոլա ջուրը եթե ճիշտ է ասում, ինչպես է ստացվում, որ ձեր ասածը միջամտություն է եղել, եթե ճիշտ է մաղթել։ Թույլ կտակ ավարտեմ։ Շնորհակալություն։ Հիմա նույն ժամանակացույցը 3 փողոցների տարբերությամբ հրապարակվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Այսպիսի աղմուկ չի եղել, այսպիսի աժոտաժ չի եղել։ Այսինքն ընդամենը 3 հասցե է ավելացել։ 3 հասցեի փոփոխություն է եղել։ Որ հասցեներն են։ Մենք հիմա բոլորս հասկանում ենք, նախընտրական շրջանում ենք, նման թեմաները, այո, ոմանց կողմից օգտագործում են, բայց մի բան հստակ է։ Վեոլյան ունեցել է պարտավորություն համաձայն կարգի հրապարակելու ժամանակացույցը, որը հրապարակել է։ Մեր խնդիրը Վեոլիայի հետ այս պահին այն է, որ այդ ժամանակացույցը մենք կարծում ենք, որ կարելի է լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ։ Այսինքն ժամերի փոփոխություն լինի, ռեժիմների փոփոխություն լինի, տարբեր բնակավայրերում կլինեն տարբեր փոփոխություններ։ Այսինքն մեկ այդ որոշումը կայացվելու է։ Հիմա դուք թույլ տվեք ես ավարտեմ։ Տեսեք, կառավարությունը իր կողմից 3 եւս վերահաստատել է, որ նպատակային գումարներ է ուղղելու եւ քայլերը ձեռնարկելու, որպեսզի լրացուցիչ ջրաքանակներ տեղափոխվեն Երևան։ Նաև մենք այդ պլանները ունենք։ Հունիսի 7-ից հետո էլ է այդպես լինելու տրամաբանությունը։ Այսպես դες ասեմ, ծրագիր ունենք, որի գաղափարը հղացել են 3 տարի առաջ։ Ու իմ նշանակումից հետո մենք այդ ուղղությամբ շատ ռեալ, կոնկրետ քայլեր ենք արել, հիմա չեմ ուզում հայտարարել, թող լինի կհայտարարենք, փոփոխությունը որն է, տարբերությունը որն է, որ հաշվի առնելով խնդրի զգայունությունը, կառավարությունը փորձում է օգնել Վեոլիային, օգնենք ինքներս մեզ, քաղաքացիներին, ավելի լավ ռեժիմներով ջրամատակարարում ունենալ։ Ինչ ենք անելու դրա համար։ Ներդրումային ծրագրերը, որոնց մասին քիչ առաջ նաև ես խոսեցի հանձնաժողովի նիստում, այդ ներդրումային ծրագրերն ենք անելու կապիտալ աշխատանքները, ենթակառուցվածքների արդիականացման, թարմացման, նոր ջրաղբյուրներ ենք բերելու եւ նաև կարգավորումներում անելու ենք որոշակի փոփոխություններ, որոնք բերելու են ռեժիմի փոփոխության։ 2 շաբաթ մեզ ժամանակ տվեք, մենք կաշխատենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Վեոլիա ջուր ընկերության գործընկերների հետ եւ արդյունքների մասին 18-ից մինչեւ հիմա ինչքան ներդրում է արվել, պարոն Ղալանքարյան։ Շարունակվելու է Վիոլիա ջուրի 17 ժամվա ռեժիմը, որի մասին խոսել է։ Մտահոգություն այդ ամեն ինչը փոփոխություններ է փոխում։ Այն հասցեներում հասկացա ձեր հարցը։ Այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ, մենք կունենանք ժամերի ավելացում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։